ձեր ուղեղը մտցրել են լեզվամտածողություն տերմինը։ Ու դուք չեք հասկանում, որ այդ լեզվամտածողություն տերմինը միայն լեզվաբանական տերմին է։ Այսինքն նախադասություն կազմելու, բառակապակցություններ կազմելու եւ այլն մասին է, ոչ թե մշակույթի, հասկանում եք։ Ձեզ թվում է, թե լեզվամտածողություն ասվածը կապ ունի գենետիկ կոդի հետ, արժեքների հետ եւ մշակույթի հետ։ Թե մշակույթի ինչ է, մի փոքր կհիշացնեմ։ Բայց մինչև դրան գալը ասեմ, որ որպեսզի կապ ստացվի։ Ասեմ, մի քիչ խոսեմ ուսմունքի մասին։ Հիշեցնեմ բոլորիդ, որ ուսմունքը դա արժեքների համակարգն է, գումարած այդ արժեքներից բխող սկզբունքները, գումարած անելիքները, գումարած նպատակները եւ վերջում գումարած արդեն գերնպատակը, ազգի գերնպատակը։ Հասկանու՞մ եք։ Հիմա այս արժեքների, սկզբունքների եւ այլն ազդեցության տակ մարդկանց մոտ առաջանում է ներքին մեխանիզմ, որը պայմանավորում է մարդու վարքը իր հանդեպ, իր մերձավորների հանդեպ, օտարազգիների հանդեպ եւ այլն, վարքը։ Ոչ միայն այդ մարդկանց հանդեպ վարքը, այլ նաեւ հողի հանդեպ, դե մարդը ինչ պետք է անի, ինչ ինչով պետք է զբաղվի, ինչպես պետք է վարվի հողի հետ, ջրի հետ, օդի եւ այլն, հասկանու՞մ եք։ Այս ներքին մեխանիզմը, որ ձևավորվում է արժեքների ազդեցության տակ, հիմնականում արժեքների սկզբունքների եւ այլն, դա կոչվում է մշակույթ։ Մշակույթը արվեստը չի։ Ստեղ են ձեզ մոլորեցրել, խաշել, բան, ժարիտալ ուղեղները։ Ձեզ թվում է թե մշակույթը արվեստ է, որովհետեւ մշակույթի նախարարություն են ստեղծել, դե հիմա արդեն չկա, բայց կար, որ զբաղվում էր արվեստով, իբր թե։ Ոչ մի բանով չէ զբաղվում։ Կոֆե խմում գնում տուն։ Իբր զբաղվում էր արվեստով, արվեստագետներով, մրցանակներ էր տալիս, մեկ-մեկն այլանդակ պոեզիային էր բան մրցանակ տալիս այդ այլանդակ պոետներին։ Ես մեր մի քիչ շեղվեմ ասեմ, որ ես մեր այլանդակ իրականությունում շատ կան այլանդակ պոետներ, այսպես ասած պոետներ, ճակատավոր իհարկե, որ կապկում են 60-ական թվականների արևմտյան այլանդակ պոեզիան։ Նա է ճակատավոր իհարկե։ Ու մեր մշակույթի նախարարությունը մի անգամ շատ զայրացա, ես ոչ մի բան չեմ զարմանում, բայց զայրացա, որովհետև նա այլանդակություն էին կատարել, մի հատ կին կոչված, մոտավորապես կին, այսպես ասած, բանաստեղծուհի, ճակատավոր բանաստեղծուհի կա, հիմա էլ կարծեմ դեռ ախտորում է Հայաստանի օդը, մի այլանդակ բանաստեղծություն էր գրել իր անձնական սեռական օրգաններից մեկի մասին, ու մեր մշակույթի նախարարությունը 600,000 դրամ մրցանակ էր տվել այդ տականկային։ Վերջը ամեն դեպքում մշակույթի նախարարություն կար եւ այդ մշակույթի նախարարությունը իբր թե զբաղվում էր արվեստով։ Բայց մշակույթը արվեստը չի։ Հասկանալի է։ Մշակույթը կրկնում եմ, դա այն ներքին մեխանիզմն է, որ առաջանում է ազգային ուսմունքի արժեքների ազդեցության տակ։ Հասկանալի է։ Այսինքն մարդը կարիք չունի, եթե մշակույթը արդեն ձևավորվել է, այսինքն ներքին մեխանիզմը, այդ նեյրոնային կապերը եւ այլն բան։ Մարդը արդեն կարիք չունի, որ ինչ որ Գերդաստանի նահապետը կամ գյուղի նահապետը կամ գերագույն նահապետը կամ ներկա բանով ասենք հոգեվորականը, խաչո մաչով գան եւ իրան ստիպեն ինչ որ բան անել կամ թելադրեն ինչ որ բան կամ հուշեն ինչ որ բան անել, չէ, հուշելու կարիք էլ չունի։ Եթե այդ ներքին մեխանիզմը ունի, արդեն ինքը արդեն ինքնաբերաբար անում առանց որևէ մեկի հսկողության, հորդորի, ճնշման եւ այլն։ Ուրեմն մշակույթը ձևավորվում է ուսմունքի ազդեցության տակ։ Ոչ թե լեզվի։ Այս հաղորդում հիմնականում էսրա մասին է, ոչ թե լեզվի, այլ ուսմունքի։ Շատ այդ մոլորության մեջ ձեզ թվում է թե լեզուն է փոխում, մարդու մշակույթը լեզուն է, լեզուն մշակույթ, այսինքն խառնել եք իրար ամեն ինչ։ Այո, որ այդ անձնավորությունը այդպես վրթոված գրել էր, որ այ դուք լեզուն, չգիտեմ, ինչ եք անում, դա մեր դրախտային լեզուն է, եւ այլն։ Մեր մշակույթը, մեր եսմինչը, մեր ամեն ինչը, բան, դեն, բան։ Առանց լեզվի մենք մարդ չենք, մենք չկանք, մենք եսմինչ ենք, կկործանվենք, առանց լեզվի, կկործանվենք։ Եվ այլն։
Այսը գրեցի դուք հիմա, հակադարձ հարց տվեցի։ Դուք հիմա դրախտային հայերենով եք խոսում։ Չի։ Ախր ուշադրել չեն լսում հաղորդումները, ես անցած երեկվա հաղորդման մեջ ասացի, որ եթե մենք հիմա ժամանակի մեքենայով մի հրաշքով կարողանանք հետ գնալ մի 1200, 3000, 4000, 5000 տարի եւ փորձենք խոսել այն ժամանակվա հայերի հետ, ապա իրար չենք հասկանա։ Կարող է մի քանի ամիս որպես օտար լեզու կսովորենք, բան կընտելանանք, իրանք էլ մեզ, մենք իրանք կամ մերը կսովոր, չի իրանք մերը չեն սովորի։ Իրանք մերը չեն սովորի, որովհետեւ մերը մենք շատ ենք այլանդակել այս լեզուն։ Ստեղ չմոռանամ, ասեմ, որ ոչ թե լեզունը կերտում մշակույթը, այսինքն մենտալիտետ, այդ ներքին մեխանիզմը։ Դա ասեցի, ոչ թե լեզունը կերտում մշակույթը, այլ հակառակը։ Մշակույթն է կերտում լեզուն, հասկանալի է։ Այ մենք այլանդակվել ենք, կորցրել ենք մեր արժեքները, գազանի պես ենք ապրում, մեր լեզուն այլանդակվել է։ Իսկ մենք ենք այլանդակել։ Մենք որոշ մտավորական գրողներ փորձեցին գրական լեզու ստեղծել, ասենք Հովհաննես Թումանյանը իրանց այդ լորվա բարբարից փոխվելով դրա հիման վրա ստեղծեց գրական լեզու, նրանց առաջ Ռաֆին էր իհարկե, Ռաֆին հզոր, դրանց առաջ էլ Խաչատուր Աբովյանը փորձեց իր բարբարով քանակերի բարբարը գրական լեզու դարձնել։ Այս փորձերը արվեցին մի 2-3-4 լավ սերնդի գրողների սերնդի միջոցով օգնությամբ շնորհիվ մենք ունեցանք ինչ-որ գրական լեզու։ Իհարկե սա չի նշանակում, որ երբեք չենք ունեցել գրական լեզու։ Այդ գրապարը ապացույց է, որ մենք ունեցել ենք գրական լեզու։ Գրապարը նշանակում է գրքի լեզու, գրքի բառ, գրապար։ Այսինքն եւ այբուբեն ենք ունեցել եւ գրական լեզու, որ մենք հիմա չենք հասկանում, գրապարը հիմա մեր համար օտար լեզու է։ Օրինակ համասարանում սովորում են գրապար, այսինքն դա սովորում են որպես օտար լեզու։ Այնքան տարբեր է, որ սովորում են որպես օտար լեզու։ Հասկանալի է։ Հիմա այս մի քանի սերնդի շնորհիվ, գրողների մի քանի սերնդի շնորհիվ ձևավորվեց ինչ-որ գրական լեզու։ Բայց դա ժողովրդի մեջ չի մտնում, որովհետեւ այդ լեզուն ձևավորողները իրանք բարձր մշակույթ ունեին։ Բայց քանի որ ամբողջ ժողովուրդը ցածր մշակույթ ունի, այլանդակ մշակույթ ունի, նա չի կարողանում այդ լեզվով խոսել։ Չի կարողանում։ Հասկանալի է, շատ դժվար է։ Այսինքն մշակույթն է ձևավորում լեզուն, ոչ թե հակառակը։ Հետևաբար կարիք չկա այդքան պաշտել ժամանակակից լեզուն, մեր հայերեն լեզուն։ Եվ դա համարել դրախտային լեզու։ Դա դրախտային լեզվից շատ տարբեր է եւ համարյա ոչ մի ընդհանուր բան չունի։ Եթե անգամ կա ու եղել է դրախտային լեզու։ Հասկանալի է։ Հետո չմոռանանք, որ նույն լեզվաբանությունը ճանաչում է հնդեվրոպական լեզուների ընտանիք եւ արդեն ընդունում են, գտել են, բացահայտել են եւ ընդունում են, որ այդ հնդեվրոպական կոչված լեզուների ընտանիքի այդ լեզուների նախահայրենիքը եղել է հայկական լեռնաշարը։ Գուցե այն ժամանակվա լեզուն, որին ասում են մայր հնդեվրոպական լեզու, անուն են տվել։ Դե չգիտեն որ ժողովրդին կպցնեն, բայց հայերենը համարում են ամենամոտը։ Նույնը չի, փոխվել է, շատ է փոխվել, նույնը չի, բայց համարում են ամենամոտը։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ եթե հնդեվրոպական ընտանիքի լեզուների նախահայրենիքը հայկական լեռնաշխարհն է, այսինքն մայր հնդեվրոպական լեզունը, որը խոսվել է հայկական լեռնաշխարհում, սենց ավելի ճիշտ եղավ, ապա պետք է ընդունենք, որ այդ ընտանիքի բոլոր լեզուները ձևափոխված հայերենն են։ Այսինքն եթե մենք ընդունում ենք, որ այդ մայր հնդեվրոպական լեզուն հենց հայերենն է, ուրեմն պետք է ընդունենք նաև, որ ժամանակակից բոլոր այդ լեզուները, հնդեվրոպական ընտանիքի լեզուները ձևափոխված հայերենն են։ Ուրեմն կրկին, եթե մենք ընդունում ենք, որ մայր հնդեվրոպական լեզուն հենց հայերենն է, դրախտային հայերենն է, ապա պետք է ընդունենք, որ ժամանակակից բոլոր լեզուները, հնդեվրոպական լեզուները հայերենի բարբառներն են, ձևափոխված հայերենն են։
Ու եթե ձևափոխված հայերենն են, մեր ժամանակակից հայերենը եւս ձևափոխված հայերենն է։ Այդ մայր հնդեվրոպական լեզվի ձևափոխված տեսակն է։ Ինչպես անգլերեն, ինչպես ռուսերեն, ինչպես ասենք, չգիտեմ, ֆրանսերեն, իտալերեն, հունարենը։ Հետևաբար տենց լեզվից կարճել եւ աչուձախ մարդկանց վիրավորել, ոնց որ երեք այդ անձնավորությունին ձեր վիրավորում, ասում եք դուք վնաս եք պատճառում, դուք թշնամի եք եւ այլն, այսպես բաներ ասում եմ, հիմա հիմա։ Տենց չի կարելի։ Մի քիչ մտածել է պետք։ Վերջապես գորշ նյութ հատված մարդկանց գուցե ոմանց չի տված, չգիտեմ։ Պետք է գանգը բացել եւ նայել։ Չնայած դենց էլ է երևում, հարցերից, արձագանքներից երևում է, թե ում կեղևիտակ ինչքան գորշ նյութ կա։ Մի խոսքով հիմնական ասելիքս այն է, որ մշակույթն է ձևավորում լեզուն, ոչ թե հակառակը։